Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, այսօր ես կներկայացնեմ երրորդ մասը մեր նժարի սահմանադրական շարժման ծրագրերից, որը որ բաղկացած է 3 կետից, եւ երրորդ մասում ես կներկայացնեմ շատ ավելի հակիրճ այն մնացած մասերը, որ շատ չերկարի, քանի որ իրականում էլ եմ կրկնում, երկրորդ կեսում դա ասել եմ, դուք կարաք առաջի եւ երկրորդ մասերը տեսնեք Facebook-յան իմ էջերում, նժարի կայքում, նժարի Facebook-յան էջերում, TikTok, Instagram, YouTube, Twitter, Telegram-ում ամենտեղ կա, դուք կարող եք դա տեսնել։ Առաջի երկու մասը այնտեղ է, երրորդ մասը այսօր կներկայացնեմ։ Ինչից եմ ուզում սկսել։ Ուզում եմ սկսել այսօրվա իրավիճակից, մինչև ներկայացնեմ մեր ծրագիրը, այն որ այս անբարոյականների թագավոր Նիկոլ Փաշինյանը որոշել է նոր բան անել։ Առավոտ զարթնում է, մտածում է, թե ինչ մի հատ կեղտոտ բան անեմ այս ազգին, ու սկսում է շարունակել այդ իր գործը։ Ինչի համար։ Նախ եւ առաջ ասեմ նրա համար, որ իրականում մենք այս քանի օրը մեկ շաբաթ երևի առաջ նախապատրաստեցինք եւ ստորագրել ենք դիմում դատարանին, մեր ստորագրել է մեր շարժումը, այնտեղ մի 3 հատ ուրիշ կուսակցություններ կան, որոնք որ պրինցիպի տարբեր մոտեցումներ ունեն ընդհանրապես ծրագրերով, կոալիցիայի մասին չի։ Մենք ամենակարևորը միացել ենք եւ քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, էքսպերտներ, ՀԿ-ներից կան, մարդու իրավունքներից մարդիկ կան, ովքեր որ ստորագրել են, եւ այդ բոլորի իմաստը նրա մեջ է, որ մենք բոլորս պայքարում ենք օրենքի համար, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը, այդ սուտի թագավորը, այդ անբարոյականության թագավորը խախտում է սահմանադրությունը, խախտում է օրենքը, այնտեղ շարադրած է ամեն ինչ, թե որ կետերն է սահմանադրության, քրեական օրենսգրքի որ կետերն է խախտել, ամեն ինչ շարադրած է եւ ներկայացվում է դատախազին, եւ եթե դատախազը չընդունի, փաստորեն նա մեղսակից է դառնալու այդ ամեն ինչին եւ հետագայում նույնպես պատասխանատվության կենթարկվի։ Մենք հասկանում ենք, որ իհարկե այսօրադրությամբ այս իրավիճակում, որ ինքը ստեղծում է, ինքը տիրապետում է բոլոր գործիքներին ուժային, հա, ինքը թույլ չի տա, որ ոչ մեկ իր դեմ գործ հարուցի, բայց այս ամեն ինչը պատրաստ է, այդ ամեն ինչը բացի դրանից էլի բաներ կա, որ մեկի հետ կապված, Ծիծեռնակաբերդի հետ կապված, Սահմանադրության ժողովը պարոն Հայրիկյանի տարբեր գործերով հիմա քրեական դիմումներ է գրվում, արդեն դա հավաքվում է եւ ով որ հանցակից է լինելու Նիկոլ Փաշինյանին, դրանք բոլորը ցմահ են դատվելու, անենց բաներ արնելու, որ այն մարդիկ, ովքեր որ բարոյականությունից է խոսում, հավաքում է ինչ որ եկեղեցականների, այսպես կոչված սրբազանների, որոնց բարոյականությունը շատ բարձր հարցականի տակ է, ինքը անբարոյականության թագավոր լինելով հանդերձ, այն մարդը, ով որ 5000 գրեթե 5000 հոգի երեխայի ուղարկեց մահի իրանց ասածով ոչինչի համար, բարոյականությունից է խոսում այս մարդը։ Ուրեմն ուրիշ ենթադրյալ ոչ բարոյականներին, սենց ասենք, հավաքում է կաթողիկոսի դեմ, որը որ նույնպես բարոյականության հետ հարցեր ունի իրականում։ Բայց հարցը ինչն է, եմ ասում, սա կաթողիկոսին պաշտպանելու խոսքը չի, սա իրականում օրենքը եւ իրավունքը պաշտպանելու։ Ինչ որ ուզում է եղածնի, դա իրանց ներսի գործն է, ինքը իրավունք չունի խառնվելու, բայց խառնվում է, ինչի համար է խառնվում, որովհետեւ մի հատ կարևոր հարց կա, ժողովուրդ ջան։ Այսօրվա դրությամբ ոնց որ Լևոն Զուրաբյանը S24 News-ի իրաբանում ներկայացրեց, ես ստուգեցի դա իրականություն է, մոտ 1,30,000 ձայնից այս վերջի ընտրություններում, որ եղել են թիմ ընտրություններում, ընդհանուր իրավունք ունեցողների 1,30,000 ձայնից ինքը ստացել է մոտարապես 150, թե մաքսիմում 160,000 ձայն։ 10% հասկանում եք, ժողովուրդ ջան, 10% ձայն ունի այս մարդը։ 160,000-ը չի, ընդ 10%-ից ավել չէր, 100,000-ի մոտ է երևի, թե 106,000-ը չեմ հիշում արդեն թվերը, ճիշտ ասած, որ թյուրիմացության մեջ գցեմ, բայց իրականում ես նայեցի 10%-ից ավել չէր, հասկանում եք։ Այս մարդը փաստորեն ոչ լեգիտիմ մարդ է։
ինքը դեռևս նստած է այն հին ընտրությունների այդ լեգիտիմությունը որ ստացվել դրա հաշվին միջև ինքը հասկանում է ինքը հնարավորություն չունի վրա ընտրվելու ժողովուրդ այս մարդը պանիկայի մեջ պատրաստ է ամեն ինչի ինքը պատրաստ է մարդկանց բերանը փագի տանի նստածնի ոչ մի բաների համար հասկանում եք սա նպատակը պարակտելն է մարդկանց հասարակությունը պարակտել որ չգնան ընտրության ինչքան մարդ հիասթափված լինի այս իրավիճակից հոգնած լինի հասկանում եք ինքը ուզում է հոգնածնի Եթե ընդհակիցակցորեն հոգեբանորեն ուզում է հոգնածնի մարդկանց որ մարդիկ հիասթափված չգնան ընտրության ժողովուրդ ջան այս լավ հիշեք բոլորդ պետք է գնաք ընտրության սա միակ հնարավորությունն է սրան վռնդելու որտեղ երբ որ կարգին մարդիկ չեն գնում ընտրության չեն ընտրում ոչ մեկի այս մարդը հաղթած է դուրս գալի իր 150,000 հոգի այդ սեկտանտներով ինքը կարողանալու է մեծամասնություն հավաքի 200,000 թող լինի մի 100,000 էլ կլցնեն ինչ կանանան դե իրանց ադմինիստրատիվ 300,000 հոգի մարդ են հավաքելու սրանք ավել չեն կարող հավաքեն անհնար է հասկանում եք 1,200,000 ընտրողից ով որ ակտիվ ընտրողներից ոչ թե ընդհանուր ընտրողների քանակից ակտիվ ընտրություններում մասնակցողների ովքեր որ մասնակցում են միշտ ինքը փաստորեն այսօր մաքսիմում կարողանա հավաքի իր սաղ ռեսուրսներով 300,000 ինքը պարտված է լինելու ինքը բայց կկրի մենակ մի դեպքում երբ որ դուք ամեն մի ձայն եք ամեն երիտասարդ ամեն տարեց մարդ եթե ալարի ասի ամեն ինչ մեր տեղը որոշված է ու չգնա այդ ժամանակ մենք բոլորս կպարտվենք կընկնենք այս խելագարի այս անբարոյականության թագավորի սուտասանների թագավորի ձեռքով սա ուրիշ հնարավորություն չի ունենալու քանց թե գնա արդեն դիկտատուրայի իմացեք մենք ահռելի իրադարձությունների դեմ ենք կանգնելու եթե հանկարծ դուք չգնաք ընտրությունների բոլորը ձեր երեխեքին ծնողներին եղբայրներին քույրերին պետք է համոզեք բացատրեք կիսվեք այս վիդեոներով ժողովուրդ ջան լայքը դնելով չի մենակ էլի իրականում պետք է կիսվել որ մարդիկ տեսնեն հասկանան որ իրականում ինչ ուժեր կան ինչ հնարավորություններ կա թեկուզ եւ մեզ չընտրեք ում էլ ընտրեք մենակ գնացեք ընտրության որտեղ մենակ այտենց է կարելի իրան հաղթել տարբեր ուժեր կա եթե բոլորդ գնաք մի 3-4 ուժ կարողանա անցնել այդ դեպքում իրան ինքը պարտված է լինելու հասկացեք ժողովուրդ ջան շատ եմ խնդրում ձեզ դրա վրա շատ մեծ ուշադրություն դարձրեք եւ սրանով ես կուզենամ ավարտեմ այս առաջի մասը իմ ելույթի եւ հրաժեշտ տամ TikTok-ի մեր ընկերներին դիտողներին եւ անցնեմ այն մասը, որը որ Facebook-յան ընկերներս կդիտեն, իսկ TikTok-ի դիտողները իրանք կարող են մտնել մեր կայք նժար.am գրված է տակը, կարող նայեք, ոնց է գրվում կամ Facebook-յան մեր էջը, Twitter, YouTube եւ ինչքան կարաք Telegram-ում կա, Instagram-ում կա, ինչքան կարող եք կիսվեք, խնդրում եմ ձեզ ժողովուրդ ջան։ Շատ կարևոր է մարդիկ իրականությունը հասկանան ինչ է կատարվում եւ իրականում որ կարողանան գնան ընտրությունների։ Ընտրությունը շատ կարևոր է։ Այդ օրը որ գնացիք դուք ընտրության, իմացեք մեր ազգը հաղթելու է, կապ չունի դուք ում կընտրեք։ Գլխավորը գնացեք ու ինչ որ մեկին ընտրեք։ Իհարկե բացի այդ Նիկոլից ու այդ պարլամենտական այդ կոչված ընդդիմությունից։ Դե դրանք հնարավորություն էլ չունեն ընտրվելու, մեկ միևնույնն է, բայց Նիկոլին չընտրեք, ում ուզում եք ընտրեք, Ժորժ ջան, մենք հաղթելու ենք։ Իրականում մենք հաղթենք։ Իսկ ես մի բան ասեմ, վերջնական հրաժեշտ տալու TikTok-ի մեր ընկերներին, որ ինչ է նշանակում նժարը։ Բացի նրանից, որ մենք առաջարկում ենք համակարգային փոփոխություններ բալանս ապահովելու համար, հա, այս մեր նշանը հենց դա է նշանակում, այս կլորակը բալանսը ապահովելու, դա համակարգի բալանսն ենք մենք ապահովելու, միանշանակ է դառնալու։ Նաև մենք ունենք ապահովում, որը որ կոչվում է նոր ժողովրդավարություն եւ արդարություն։ Մեր ժողովուրդը այս արդարության պակասը ունի, մենք կարոտը ունի, իրականում մենք պետք է այդ արդարությունը վերադարձնենք, այս ժողովուրդը հոգնել է, այս անարդար, այդ սուտասանների երկրում ապրելը, մենք դարել ենք ամենածիծաղելի երկրներից մեկը, ամենածիծաղելի անթասիբ, անորակ, այդ գարշահոտը վրից գալացող մի հատ ղեկավարի, որը որ ներկայացնում է հային, ամոթ է մեզ, որ սենց հայ է մեզ ներկայացնում, սա հայ չի, ես իրականում ասեմ, ոչ թե ազգությամբ, այլ էությամբ, սա այս մարդը հայ չի, այս մարդը ինչ ասես ազգա բացի հայից, այս մարդը վրից հոտ է գալի, նայում ես հեռախոսից, հոտը առնում ես, զգում ես, որ սրանից հոտ է գալի, սրա նայվածքը, տեսածը, խայտարակություն, ասեն, այս մարդիկ մեզ չպետք է ներկայացնեն, էլ ավելի միջազգային
Ատյաններում։ Դրա համար ես մեկ էլ հրաժեշտ եմ տալի մեր TikTok-յան դիտողներին եւ անցնեմ մեր Facebook-յան ընկերներին ներկայացնեմ մեր մնացած ծրագրերը։ Հարգելի ընկերներ, ոնց հիշում եք, մենք փաստորեն այստեղ անցած անգամ խոսացինք այս 3 ճյուղը, որ ընդհանրապես կա ժողովրդավարական երկրներում, հա, սա օրենսդիր, դատական եւ գործադիր ճյուղերն են, հա, մեր բանի պետության, բայց ժողովրդավարական երկրներում սա որ ընդունված ա եղել, դա ընդունված ա եղել շուտվանից, իրենք ունեին էլիտա, իրանք ունեին իրանց արիստոկրատիան են վաղտվա, հա, իրանց մոտ այդ ինստիտուտները կայացած են, սրանք կարողանում էին բալանսավոր ապահովեն պետության մեջ։ Մեր պարագայում, քանի որ մենք տենց էլ չունեցանք ու չկայացավ մեր էլիտան, իրական էլիտան, հա, բացի նրանցից որ փողատեր դառան ու իրանց կոչում են էլիտա, որը որ սուտ է, չի կարա փողատերը լինի էլիտա։ Այո, էլիտան կարա փողատերն ունենա իրանց մեջ, բայց փողատերը չի էլիտան։ Էլիտան լրիվ ուրիշ բան է ներկայացնում։ Էլիտան այն մարդիկ են, որոնք պատրաստ են մեռնել իրանց պետության համար, ամեն ինչ անել որ պետությունը զարգանա եւ առաջինը իրանց երեխեքին պատրաստ կնեն Աստված հերոպայի պատերազմի ժամանակ առաջնագիծ ղրկեն, զոհաբերության պատրաստ պետք լինեն այդ մարդիկ, արժանապատիվ, պատիվ ունեցող մարդիկ պետք լինեն էլիտան, բարոյականության բարձր տեր մարդիկ պետք լինեն էլիտան։ Փողը ամենավերջինն է, իմացեք, սա ամենակարևոր հասկացությունն է եւ դրա համար մենք առաջարկում ենք, որ այս 4-րդ ճյուղը փաստորեն այս կառավարման մեր մոտ առաջանա, սա պետխորհրդի հասկացությունն է, որտեղ կլինեն 9 հոգի մարդ, 3 տարի 3 հոգի կլքեն պետխորհուրդը, կգան նորերը այս մեր ինստիտուտից, որը որ հենց էլիտայի զարգացման, էլիտայի պատրաստման դպրոց է լինելու իրականում սա։ Սա ինստիտուտը ավարտած մարդիկ են գալու, որոնք որ առաջի այս մակարդակում, ասենք, կձեռք բերեն ինչ-որ հմտություններ, կսովորեն, իրանց կդասավանդեն 3-րդ մակարդակից ավելի բարձր գիտություն ունեցող, գիտականություն ունեցող, թե հմտություն ունեցող մարդիկ։ Շատ կարևոր է որ պատկերացնեք այս առաջի մակարդակում, հա, այս երիտասարդները պետքա շատ ուժեղ կապնված լինեն գյուղի հետ, հա, մենք առաջարկում ենք ընդհանրապես, որ առաջի տեղակալները գյուղերում, համայնքներում նշանակվեն ինստիտուտի կողմից, այս երիտասարդները, որ հետադարձ կապ լինի գյուղի հետ, որ գյուղը պատկերացնի թե կենտրոնում, քաղաքում ինչ է կատարվում իրականում, այստեղ լինելու է համ բիզնես մտնոլորտ, համ գիտական մտնոլորտ, հա, էլ չեմ ասենք այդ բարոյականության բարձր կարգավիճակ ունեցող մարդիկ իրար հանդեպ վստահություն են ունենալու եւ այդ վստահության մտնելորդն էլ է փող թափանցվելու մեր հասարակության մեջ եւ գյուղացին էլ է դա ազգալու, երբ որ ինքը տենալու է, որ այս նշանակված մարդը ստեղից իմանալով ինչ տեխնոլոգիաներ կա, ինչ հնարավորություններ կա, որ կարելի է գյուղին առաջարկել, որ գյուղը կարողանա այդ ամեն ինչը իրագործի, նույնպես գյուղի խնդիրները, թե ինչ խնդիրներ կա, միշտ կարող այստեղ ներկայացնեն, որը որ երկրորդ մակարդակով արդեն կառավարիչներ են ելնելու բաներում, հա, այս մինիստրություններում իրանց հետ լուծման ձևերը կարողանան գտնեն։ Բացի դրանից շատ կարևոր է որ մերոնք պատկերացնեն, հա, մեր տնտեսական ծրագրերի մեջ կա, ես շատ կարճ եմ ներկայացնելու, որտեղ մենք որոշել ենք, որ տնտեսական արտաքին քաղաքականությունը, մենք այդ ամեն ինչը ներկայացնելու ենք, մենակ նրանից հետո երբ որ արդեն կոալիցիան կստեղծվի եւ քանի որ մենք այս նժար շարժում է, դա կուսակցություն չի, որ շատերը խառնում են, մենք հակառակ ստեղծել ենք այս ամենը նրա համար, որ համախմբենք տարբեր կուսակցություններ, բացի պարլամենտական էլ եմ կրկնում, նիկոլական եւ այն ռոբոսերժական այդ կուսակցություններից բոլորի հետ աշխատելու ենք եւ պատրաստ ենք բոլորի հետ աշխատել, որ կընդունի այս մեր 3 մոտեցումներ, հա, պետխորհուրդ, անվտանգության համապարփակ անվտանգության համակարգը եւ թվանշային պետությունը, այդ 3 կետերի շուրջ, ով որ պատրաստ է համախմբվի եւ մորատորի հայտարարի իրանց գաղափարախոսության վրա, իրանց արտաքին քաղաքական, աշխարհաքաղաքական հայացքների վրա, այս մարդկանց հետ մենք կարող ենք նախապատրաստել արդեն այն ծրագրերը, որոնք մենք ունենք իրականում, ես որոշ բաներ ձեզ կներկայացնեմ այդ տնտեսականից, հա, այդ արտաքին քաղաքականության մեր մոտեցումները, դա քիչ-քիչ ինչ որ կներկայացնեմ, թեզեր կլինեն,
առանձին դրա համար որ մենք կարողանանք իրար հետ որոշենք այդ մի քանի տարին որ իրար հետ աշխատելու ենք տարբեր կուսակցություններ իրար հետ կոալիցիոն կառավարություն մենք պետք է ստեղծենք եւ դրա համար ընդհանուր որոշում պետք է ընդունված լինի հա որ ընդունելի կլինի մեր պետության համար մեր ազգի համար եւ ի օգուտ կլինի գլխավորը ի օգուտ լինի մեզ մենք պետք է արդեն չմտածենք ինչ որ բրցնենք այս մենք այդ ամեն ինչը փոխելու ենք չի լինելու այդ անձին որ իրանց ոչ այն անձին ովքեր որ պետականաշինության մեջ պետք է մասնակցեն իրանք պետք է մտածեն միայն պետության մասին, սա ամենակարևորն է։ Այո, իրանք ապահովված կլինեն, անենց հնարավորություն է տալու, ստեղ մենք ունենք բարգավաճման ֆոնդ է լինելու, այս էլ հետագայում կներկայացնեմ ոնց է աշխատելու, այս ֆոնդը հետո կօգնի։ Սրանք արտաբյուջետային փողեր են լինելու, այս մարդիկ ստեղ այդ կառույցը ինքը արտաբյուջետային ֆինանսները նույնպես ոնց որ եւ բանից, ասենք, այն ինչ որ կվերադարձնի այս հներից, ինչ որ հետ է բերվելու, այս ֆոնդն է գալու, այս ֆոնդը սա պետք է աշխատեցնի, մոտակա 5 տարին այդ փողերը ձեռք չպետք է տան, այդ փողերը պետք է աշխատեն, ներդրվեն, ներդրումներ կատարեն, դրա վրա մեծ տոկոսներ կա։ Նոր հետո այդ տոկոսներից արդեն կսկսեն վարձատրվել են մարդիկ, ովքեր ինչ որ գործ են արել, օգուտ են բերել Հայաստանին։ Այդ մոտեցումները մի քիչ որ ձեր գլուխի հիմա չխառնեմ, կդնեմ մի կողմ, ես հիմա խոսում եմ այս համակարգը, այս ինստիտուտը, որ կերտելու է մեր էլիտան։ Հիմա քանի որ այս մասը մենք արդեն անցած երկրորդ մասում ես ներկայացրել եմ, ես անցնեմ այս կետին, որ մնացել է մեր այս ներկայացած պլանում, սա սենատի հասկացողությունն է, ինչա նշանակում է սենատը։ Մենք նախատեսում ենք այդպես մի հատ մոտեցում, որը որ պետք է հնարավորություն տա Սփյուռքին մեր մասնակցել մեր հայկական հարցերի քննարկմանը։ Ուզում եմ նշել, որ ամեն դեպքում սենատը, եթե մենք կազմավորենք, դա կլինի մոտարապես 25-30 մարդ, դա լինելու են տարբեր համայնքներից, ամենամեծ համայնքներից ինչ որ կարող է 2-ական ներկայացուցիչ, ուրիշ տեղերից ինչ որ 1-ական ներկայացուցիչներ Եվ Սփյուռքը այստեղ ներկայացված է լինելու եւ իրանք պետքա միայն խորհրդատվական ձայն ունենան։ Որոշիչ ձայն չի լինելու, որտեղ որոշողները պետքա լինեն Հայաստանում ապրողները եւ իրանք պետքա բոլոր որոշումները կապված մեր արտաքին քաղաքականության, մեր տնտեսական բոլոր ամեն ինչը պետք է որոշի Հայաստանի քաղաքացին, Հայաստանի ժողովուրդը։ Եվ դրա համար մենք բայց Սփյուռքի հետ կապը շատ կարևոր է, որովհետև մենք կարողանալու ենք Սփյուռքի միջոցով ինչ-որ հնարավորությունով նոր տեխնոլոգիաները ստանանք, ինչ-որ ձևի լոբիզմաներ պետք չի վախենալ դրանից, դա նորմալ մոտեցում է նույն Ամերիկայում, դա օրինական իրավիճակ է։ Իսկ Սփյուռքն էլ կարողանա ներգրավի մեր հայկական գործերի մեջ իրանց Գիտեք ոնց, այս համախմբումը իրականում հնարավորություն կտա, այս էլիտայի կազմավորման մեծ հնարավորություն կտա դառնալ իրականում ազգ։ Ազգը, ուզում եմ նորից հիշեցնեմ, դա գաղափարախոսություն է, դա ազգությունը չի, չխառնեք։ Ազգը գաղափարախոսություն է, ու մենակ բարձր գիտականություն ունեցող, բարձր գիտականության տեր ժողովուրդները քաղաքացիները, ովքեր որ դառնում են ազգ, իսկ մեզ Աստված ոնց որ սենց փռելա սաղ աշխարհով ու այդ դժբախտությունները, որ մենք անցանք, հա, այդ արհավիրքները, որ մենք անցանք, այդ 20-րդ դարի եւ 21-րդ դարում էլ մենք այս Արցախի սպիտակ եղերն էլ դրա մեջ համակնում իհարկե, մենք այսօր պետք է պարտավոր ենք Եվ իրականում այդ հնարավորությունը կա, որ մենք համախմբենք եւ դառնանք այն քաղաքակրթական հասկացողության մեջ ազգ, հայ ազգը եւ եկեղեցին այդ մասերից է մեր ազգի ամենակարևոր մասերից է ինքը, որի վրա հիմա այդ հարցակումները կատարում են ամեն ինչ, ուզում են նսեմացնեն, ազգը նսեմացնեն, ժողովրդին նսեմացնեն, եկեղեցին նսեմացնեն, ինչա որ մի հատ հիվանդ մարդ կա, իր գլխի մեջ ինչ որ եսի ինչեր է անցնում, թե ինքը թագավոր է, թե ինքը եսի մեսիա է, ինչա այդ հիվանդը, բայց արդեն պանիկայի մեջ է, ուզում եմ ասեմ իմանաք։ Դե ժողովուրդ ջան, հիմա այս սենատի հարցն էլ պետք է քննարկվի այդ կոալիցիայով, ճիշտ որոշում ընդունվի, երբ, որ ժամանակ, ինչ ձևով, որտեղ ֆինանսավորման հարցն է լինելու, այդ ֆինանսավորման հարցը ինձ թվում է հետագայում պետք է ստեղից լինի, դրա համար առաջիկա տարիները ինձ թվում է սա չի լինի, սա մոտակա 5 տարվա մեջ սահմանադրության մեջ մեկ փոփոխություն է պետք է կատարվի, բայց նշվի ժամկետը երբանից է կարելի այս
մոտեցումը ցուցաբերել, հա, բայց սա շատ կարևոր մոտեցում է, ուզում եմ դուք էլ պատկերացնեք։ Սա ինչ որ կապված էր այս պետխորհրդի եւ սահմանադրական փոփոխությունների հետ կապված, ես ձեզ ներկայացրեցի առաջի երկու մասում եւ այսօր հիշեցրեցի ես երրորդ մասում, հա, թե ինչ արվելու։ Ուրեմն ինչ կապված է փաստորեն բանին համապարփակ համատանգության համակարգին։ Ես ուրեմն այստեղ մի քիչ կարճ ասեմ, որ շատ, որտեղ ինքը իրանով շատ մեծ գործ է, այդ գործը արել են մեր ընկերները, դա մոտավորապես 40 հատ կազմակերպություն է, դրանք ռազմամարզական, հեկաներն են ռազմաարդյունաբերական, տարբեր սեփական բաներ էլ կան այնտեղ, հիմնարկներ էլ կան, որոնք որ մասնակցել են եւ այդ ամեն ինչը վերջերս 5-6 տարվա մեջ պատրաստել են, սա լուրջ գործ է, շատ կարևոր գործ է, որը որ մեծամասնությամբ նմանվում է Ֆինլանդիայի, հա, մոտեցմանը, որը որ իրանք իսկ ինչ է դա նշանակում, դա նշանակում է ոչ թե միայն, հա, մեր ռազմական մասը, որ ոնց պետք է աշխատի մեր պաշտպանության նախարարությունը, մեր բանակը, իհարկե դա էլ շատ բաներ կա, որ իրանք նախատեսել են, այստեղ մի հատ շատ կարևոր հարց կա դրա հետ կապված, որ մոտեցումը այն է, որ դու պետք է այնքան զարգացած եւ ուժեղ լինես քո բանակդ եւ ռազմաարդյունաբերությունը, որ ասենք հակառակորդդ հասկանա այն խնդրեմը, որ եթե ինքը քո վրա հարձակվի, աննախադեպ կորուստներ կունենա եւ դա իրան թույլ չի տալիս եւ թույլ չի տալու հետագայում տենց փորձեր կատարելու, քանի որ ինքը հասկանալ է, որ անհամեմատ է լինելու իր կորուստները, ըստ նրա, թե ինչ ինքը կարա ստանա, հա, դրա համար այդ հաշվարկներն արած, մոտեցումներն այնտեղ նախապատրաստված, շատ մեծ գործ արած, բայց նույնտեղ այդ անվտանգության հարցերում կա եւ թվանշային պետության մասերը, որ էլի այնտեղ են մտնում, սա ինքը շատ գլոբալ հարց է եւ այդ հարցով հենց նույնպես սահմանադրության պետք է ես վստահ եմ փոփոխություններ կատարվի, որ ասենք թե ինչ ձև են աշխատելու այդ կառույցները իրար հետ, համագործակցելու, ինչպես պետք է իրանք համագործակցեն, սա պետք է հստակ նշված լինի սահմանադրության եւ օրենքների մեջ փոփոխություններ կատարվի, բայց այնտեղ նախ նույնպես էկոլոգիայի հարցերն է բարձրացված, հա, որտեղ տեսնում եք, հա, այս ինչ են անում, այս ամպիտանները, էլի, այս հարյուրավոր շինարարական այդ բաները, թույլատրությունները վաճառում են, փողեր են աշխատում, բայց հայ ազգի հերը անիծելով, թե մի հատ ընտանիք կարող է 100 միլիոն փող աշխատի, բայց հետո 1 միլիոն հոգի մարդ սատկեն կմեռնեն այդ ռակով, հա, հիվանդանան, թոքեր, մոքեր, սիրտ, ինչ ասես, թքած ունեն, հեջվեջները չի, հա, այս մոտեցումներն էլ է այս համապարփակի մեջ նախատեսված, իհարկե, այդ ինչ որ ասեցի, այս մարդիկ մեկը պատասխան են կրելու իրանց արած գործերի համար, թե այս ինչ արհարույթներ են բերում, իրար հետևից, են պատերազմը քիչեր ընդեղ սարքեցին, այս բանը ստեղ կոտորած են անում, երևի ադրբեջանցիների համար տեղ են նախապատրաստում, էլի, որ այդքան հարյուրավոր հազարներով պետքա բերեն, չէ, խոսք են տվել իրանց տիրոջ Ալիևին, որ պետքա բերեն այդ ամեն ինչը։ Եվ վերջը, այդ համապարփակը իրականում այդ բոլոր հարցերի լուծումներն է տալի, դա շատ լայնածավալ գործ է, ես ներկայացնել այդպես չեմ կարա, հետագայում մեր գործընկերները ինչ որ թեզերով նախընտրական այդ բանի ընթացքում դեռևս մենք կներկայացնենք ձեզ, բայց այդ առանձին էլ եմ ասում պետք է հաղորդում լինի դրա համար, էլ այս հաղորդման ընթացքում դա անհնարագիր է, բայց ընդհանուր թեզերը դուք պատկերացեք, հա, լայնածավալ մոտեցումը, սա գլոբալ ռազմավարություն է պետության, սա ռազմավարական մոտեցում է, թե պետության զարգացման, թե պաշտպանության, թե էկոլոգիայի ամեն ինչի հարցերով։ Եվ երրորդ կետն է մեր ընտրական այդ բանի մեջ, դա թվանշային պետությունն է։ Փորձեմ հակիրճ էսել ներկայացնեմ, նայեք, մենք ասում ենք, որ եթե մենք մտցնում ենք այդ թվանշային պետության մոտեցումը, հա, մենք նախ եւ առաջ ապահովելու ենք մեր թվային սուվերենիտետը։ Մեր ինքնիշխանությունը թվային ամենակարևոր հարցերից մեկն է լինելու, որ մենք պարտավոր ենք լինելու
մեր ապագա սերունդներին թողենք, քանի որ հիմա այս հեղափոխությունը թվային, որ աշխարհում կատարում է, եւ պատերազմը Ամերիկայի ու Չինաստանում, մնացածը մոռացեք, այն պատերազմները դրանց անցյալներ են, իրական պատերազմը Ամերիկայի ու Չինաստան պատերազմն է, եւ քանի այդ պատերազմը այդում է տեխնոլոգիաների համար, թե ով որտե ինչ շուկաները ոնց են կիսելու, ով ինչ արնելու։ Ես էլ եմ ասում, դա կոչում եմ տեխնոկոլոնիալիզմի պատերազմներ, փաստորեն այսօրվա դրությամբ լինելու են այդ տեխնոգիգանտները, որոնք որ մեծամասնությամբ կամ Չինաստանն են կամ Ամերիկայինն են, հա, դե չեմ ասում Թայվան, Հարավային Կորեա, իհարկե Եվրոպայում էլ ինչ-որ մի քանի հատ կան, մեծերն են, բայց միևնույնն է, ուժը այս երկուսի մեջն է։ Ուրեմն մյուս պետությունները ինչ է լինելու, հա, իրանք դառնալու են կամ գաղութ, հա, տեխնոգաղութային պատերազմում իրանք գաղութ պետք է դառնան կամ դառնալու են գործընկեր, հա, այդ երկուսից մեկին։ Եվ երբ որ դու դառնում ես գործընկեր, դու ունենում ես քո թվանշային պետության, քո թվային պետության ինքնիշխանությունը։ Դու ես տիրապետում այդ ամեն ինչին եւ դու թույլ չես տա, որ քո ազգի, քո պետության վրա ինչ-որ փորձեր կատարեն, ինչ-որ ստիպեն այս բանը կամ այն բանը։ Հակառակ դու ինքդ կարողանում ես այն բուֆերի պես, այսինքն պահես քո ժողովուրդը, քո պետությունը։ Եվ մենք պետք է դրան ձգտենք, դրա համար ենք մենք այդ ներկայացնում, շատ լավ ծրագիր է, ուժեղ ծրագիր է, շատ արագ 3-ից 5 տարվա մեջ մենք կարողանալու ենք այդ ամեն ինչը ձևափոխենք, ներկայացնենք, իրագործենք, ներդնենք մեր պետության մեջ եւ գրեթե 3-ից 5 տարվա մեջ, ասենք 4 տարի հետո ինչ է լինելու։ Մենք նախ եւ առաջ չենք ունենա թմրամոլներ, դա չի լինելու, խոսքից ընդհանրապես չի լինելու խաղամոլներ, ընդհանրապես չի լինելու, որտեղ մենք այդ հարցը հաստատ լուծել ենք, որ դա պետք է իմանալ։ Մենք թույլ չենք տալու, որ այդ վիդեո, այդ խաղերը, այդ օնլայն խաղերը, հա, հայ քաղաքացին իրավունք չունենալու հաղալ այդ խաղերը։ Կարող է կազինոներ թողել, որ ինչ որ հարուստները կուզենան, մանուակա գնալու տեղը թող գնան ընդ իրանց փողերը կրվեն, բայց մնա Հայաստանում այդ փողերը, ոչ թե տանեն Ֆրանսիաներում, բաներում ծախսեն, թող ստե գնան կրվեն, բայց հասարակ պարզ քաղաքացին, եթե ցույց չի տալի, որ ինքը ասենք թե ունի $1 միլիոն եկամուտ, կցույց տա 1 միլիոնի եկամուտ ունի, դրա կեսը ինքը կարողանա կրվի, դրանից ավել թույլ չեն տա, այդ հարուստին էլ թույլ չեն տա, որ դրանից ավել ինքը կրվի իրականում։ Սա շատ կարևոր մոտեցումներ է, որտեղ այսօրվա դրությամբ դուք չեք պատկերացնում, շատերը չեն պատկերացնում իրականում պարզ մարդը, հասարակ մարդը, բանվոր մարդը, ասենք որ տեղից քիչ փող է ստանում, բայց ինչ-որ մի ձևով ուզում է ընտանիքին օգնացնի, մեկ էլ սկսում է փորձել իր բախտես հաղերի վրա սխմարտում է հեռախոսի վրա, աշխատավարձը քարտին եկել է, մինչև տունը հասնում այդ աշխատավարձը արդեն չկա, մտնում են պարտքերի մեջ, իրար խաբում են ու դրանից հետո սա ստացվում է sense իրավիճակ։ Նույն բանն էլ թմրամոլության մեջ, երիտասարդությունը ահռելի վիճակ է այդ թմրամոլության հետ կապված։ Դրա դեմը միանշանակ ենք առնել, միանշանակ, ես հեսա կբացատրեմ դա ոնց է կատարվելու, որ դուք պատկերացնեք։ Երրորդ հարցը դա կաշառակերությունն է, որ միանշանակ չի լինելու, ես դες 100%-անոց եմ ասում, կաշառակերություն չէ, կոռուպցիան կլինի, հասկանալի է, կոռուպցիան անհնար է, որովհետև մարդիկ անպայման չի կաշառք կարեն, որ ինչ-որ մի հատ գործարք անեն, հա, ուրիշի համար, մեկը մյուսին որ առաջ ասում են հեռախոսային իրավունք, երբ որ զանգում էին իրար լավություն անելու, հա, այդ մոտեցումները, դա դժվար է, դա ենթագիտակցորեն մոտեցում է, որը ժամանակի ընթացքում պետք է փոփոխվի, բայց կաշառակերությունը միանշանակ ո՞նց է այդ հարցերը լուծելու։ Բացատրեմ Ժորժ ջան, որ ձեզ ընդհանրապես բարձր լինի։ Մենք կանխիկ փող չենք ունենալու, մենք ունենալու ենք թվային դրամ, որ կենտրոնական բանկն է ղեկավարելու, եւ ունենալու ենք թվային ռեեստր, որտեղ որ լինելու են բոլոր ապրանքները, որոնք որ արտադրվում են Հայաստանում, որը ներընկրվում օրինական ձևով Հայաստան եւ ծառայությունները, որոնք որ արտադրվում են Հայաստանում եւ ներ են բերվում, եթե տենսները կան, ասենք այդ ամեն ինչը մի հատ ռեեստրի մեջ է, որը շատ պինդ ուղղակի ձևով կապնված է այդ թվային դրամի ռեեստրի հետ, եւ եթե հանգարց ինչ որ մի հատ բան, որը որ այդ ռեեստրի մեջ չկա, փողը չի փոխանցում։ Մենք եթե որոշումը կընդունենք, իսկ մենք այդ որոշումը ընդունել ենք, որ այդ օնլայն խաղերը վերացվելու են, ուրեմն Հայաստանի քաղաքացին չի կարողանալու փոխանցել ոչ կրիպտո այդ արժույթով, ոչ մի ձև չի կարողանալու, որովհետև կրիպտո արժույթն էլ ինքը չի կարողանալու առնի։ Կրիպտո արժույթը առնելը ինչի համար է, ինչ որ փախցնելը, պահելը, ուրիշ ձևի բաներ առնելը, թմրամոլություն, այդ ամեն ինչ այդ կրիպտոյի բանով անում, զենք, թմրամոլություն, ախպեր
Մարդավարի մենք ուզում ենք օրենքի պետություն, իրավունքի պետություն սարքենք։ Մեզ պետք է որ պետությանը վստահեն եւ պետությունը վստահի իր քաղաքացուն։ Մենք պետք է իրար հետ համախմբենք, իրար մասին մտածենք, այնպես չէ որ մենք պետք է ինչ-որ մի բան անենք քաղաքացիականն, ոչ, հերիք է, այդ ամեն ինչը պետք է բարձնել։ Մենք պետք է հավատանք մեր պետությանը, բայց դրա համար մենք պետք է հավատանք այն մարդկանց, ով կայնած են այս պետության գլուխ։ Այս պետխորհրդին, այս ընտրածներին, այս ժողովրդին, որոնք որ ասեն կարող է 10-15,000 հոգի մարդն են, հա, այդ էլիտան, որոնք որ աճելու են ու միշտ փոփոխվելու են այդ սերունդները, հա, բայց այդ վստահությունը պետք է մենք կարողանանք ստեղծենք եւ մենք կարողանանք դա անենք։ Այդ դեպքում դու գիտես, որ քո պետությունը քո ընկերն է դառնում եւ այդ ժամանակ արդեն ինչ է կատարում, նայեք, եթե քո մոտ չկա թմրամոլություն, չկա խաղամոլություն, ընտանիքների իրավիճակը պատկասը։ Բացի դրանից, նայեք, երբ որ մենք գորշ բանից մեր տնտեսությունը հանում ենք, հա, ստվերից, այսօր ադրության ստվերը մոտարապես 35-ից 40% դա օֆիցիալ բաներով, հա, ոչ օֆիցիալ մոտարապես 60-65%, եթե վեկանենք միջինը 50% ստվերի մեջ է մեր տնտեսության, ուրեմն եթե մենք այս մոտեցումը ներառում ենք, ինչ է դառնում, դառնում է մեկին մեկ մեր հնան աճելու է, ժողովուրդ ջան, եթե մեր հնան մեկին մեկ աճեց, դուք չեք պատկերացնում ինչ ալնում, մենք իրականում կարողանում ենք թոշակառուներին մինիմում 100% իրանց թոշակները բարձրացնենք։ Դա 3 տարուց կլինի արդեն այդ թոշակները։ 3 տարուց կսկսենք բարձրացնել, ուրեմն որ մինիմում լինի, ամենաառնվազն լինելու է $1000, ուրեմն դասատուի, բժիշկի եւ զինվորականի աշխատավարձը։ Դա ասում եմ առնվազն $1000-ից է սկսելու իրանց աշխատանքը։ Դա մենք հեշտ կարանք անենք եւ եկամուտ ալ դեռ մնալու մեր ինֆրաստրուկտուրային այդ ծախսերի համար, ճանապարհներ, հիվանդանոցների համար, սոցիալական ուրիշ բաների համար մենք լիքը եկամուտ ենք ունենալու դրանից, եթե սա մաքրեցինք այս ամեն ինչը։ Բացի դրանից, մենք այդ դեպքում դառնում ենք այն ամենալավագույն պետություններից, որը որ օրենքը ճիշտ է աշխատում, թվային պետությունը կա, հարկերը իջացվելու են իրականում, նայեք, այստեղ մի հատ էլի կարևոր բան կա, որ պատկերացնեք, հա, հիմնարկները պետք է ասենք թե մոտավորապես 18-ից 20%-ից ոչ ավել լինի ընդհանուր հարկերը եկամուտի, հա, հիմնարկների, իսկ քաղաքացիների մոտ ինքը պրոգրեսիվ է լինելու, շատ հարուստները պետք է շատ հարկ մուծեն, այդ 100% պետք է լինի եւ ինչ է լինելու այդ դեպքում նայեք, դրսից ֆինանսավորում է լինելու, հա, ներդրումները շատանալու են, քանի որ օրինական ձևով ապահոված է սաղալնելու ներդրումների այդ բաները տնտեսական սաղ օրենքները անենց են աշխատելու, որ ներդրումները շատ եկամտաբեր են լինելու։ Այդ ժամանակ գեոմետրիկ պրոգրեսիայով աճելու եկամուտները ու մեկին մեկ չի դառնա հնանը։ Ես վստահ եմ 5 տարի հետո մեկին մեկ ու կես ամենաառնվազն մինիմումով մենք կունենանք հնան, ինքը մոտարապես $50 միլիարդի չափ է լինելու։ Այդ դեպքում դուք չեք պատկերացնում ինչ աճ է ապրելու, ինչ հնարավորություններ է բացվելու։ Մարդիկ ինչքան հանգիստ են ապրելու, իրականում հավատացեք ժողովուրդ ջան, այս ամեն ինչը մենք կարանք անենք։ Եվ ես օրինակ այդ որ ասում եմ, որ մեր հիմնարկներից մեկը MIT-ի համար, այդ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի համար, հետ բանի համար Boston Federal Reserve-ի եւ Անգլիայի կենտրոնական բանկի համար այդ հետազոտություններն էին արել, մոտեցումները իրար հետ քննարկել ենք։ Մենք այդ սաղ պատկերացնում ենք ոնց անում։ Ես 8 տարի Silicon Valley, հա, Ամերիկայում այդ Palo Alto-ում, որտեղ որ այդ բոլոր այդ մեծ գիգանտներն են այդ թվային բաների, այնտեղ եմ փաստորեն ապրել իրականում, հա, աշխատել եմ այնտեղ, այդ կորպորացիայում ունեցել եւ բոլորը հասկանում են ոնց է, մենք պատկերացնում ենք այդ ամեն ինչը ոնց է կարելի անել եւ այդ ամեն ինչը մենք ներենք դնելու։ Ես ձեզ խոսք եմ տալի 3-ից 5 տարվա մեջ դուք չեք ճանաչի մեր Հայաստան պետությունը։ Մենք կլինելու ենք ամենաբարձր որակի պետություններից, այսօր ադրությամբ լավերից մեկը Էստոնիան է, այդ ամեն ինչը համարյա թե արել է, որոշ բաներ կա որ չի արել, որով մենք գիտենք ոնց անել ավելի լավ, ու մենք կանենք։ Եվ իրականում ասում եմ, հայը պետք է քաղաքակրթական էակ դառնա, որտեղ ինքը տենսը կա, հայն ու պատիվը լինելու են հոմանիշներ, ժողովուրդ ջան։ Սա աքսիոմա է, մենք իրար հետ այդ ամեն ինչին հասնելու ենք։ Շատ շնորհակալ եմ, մինչ նոր հանդիպումներ։